Բարև ձեզ։ Դե այսօր խոսելու ենք մի մարդու մասին, ում ստեղծածը Linux-ը իրականում շատ անաղմուկ աշխատեցնում է մեր ամբողջ թվային աշխարհի մի հսկա կտոր։ Սերվերներից մինչև ձեր Android հեռախոսները։ Հիմնվելու ենք իր հայտնի TED ելույթի վրա ու փորձելու ենք հասկանալ Linux ստորվալցի մտածելակերպը։ Այո, ու մեր նպատակն էլ հենց էդ է։ Տեսնենք, թե ոնց կարա մի անձնական, նույնիսկ փոքր թվացող բան, դառնա համաշխարհային ֆենոմեն։ Ու ամենակարևորը, դուք ինչ կարող եք սովորել իր այդ մոտեցումից, որը շատ հաճախ ստանդարտներից դուրս է։ Լավ, եկեք քննարկենք այս տեխնոլոգիական հսկայի պատմությունը։ Սկսենք, գիտեք, իր աշխատանքային միջավայրից։ Դա արդեն ինքնին զարմանալի է։ Մոռացեք փայլուն օֆիսների մասին։ Linux-ն աշխատում է տնից։ Հաճախ ուղղակի խալաթով, բացարձակ լռության մեջ։ Ինքը պատմում է, չէ՞, իր բաց կանաչ պատերի մասին։ Կատակով ասում է հոգեբուժարանի պատերի նման են, որ հանգստացնող լինի։ Ուզում է կատվի մլավոց լսի, ոչ թե համակարգչի ձայնը։ Ու այդ միջավայրը, գիտես, շատ բան է ասում։ Ցույց է տալիս Linux-ի ակունքները։ Սա մեծ բիզնես պլանով չի սկսվել։ Զուտ անձնական հետաքրքրություններ, ծրագրավորումից հաճույք ստանալու, այսպես ասած, ձև։ Հետաքրքիր է, որ ինքը սկզբում չի էլ մտածել բաց կոդի մասին։ Այսինքն այդ գաղափարը, որ կոդը բաց լինի հանրային, Իրանը չի եղել։ Չէ, ընկերն է առաջարկել։ Ու Linux-ը նույնիսկ սկզբում վախեցել է, որ եթե կոդը բաց լինի, մի ընկերություն կվերցնի, կոմերցիոն կօգտագործի ու իրան բան չի տա։ Դա հիմա շատ տարօրինակ է թվում, բայց… բայց այն ժամանակ դա իրական մտահոգություն էր իր համար։ Դե ու սա մեկի համար, ով իրեն այդքան էլ մարդամոտ չի համարում։ Ինքն ասում է համակարգիչներն է սիրում, մարդկանց հետ էլ փոստով, որ մի տեսակ բուֆեր լինի։ Բա ոնց այդպիսի մարդը համայնք ստեղծեց։ Համարը շրջադարձային եղավ այն պահը, երբ մարդիկ սկսեցին հետաքրքրվել իր գրածով։ Մեկնաբանություններ, գաղափարներ։ Նույնիսկ մինչև կոդը տեսնելը, Այո, մինչև կոդ ստանալը։ Ու հասկացավ, որ մարդիկ կարող են արժեքավոր լինել ոչ միայն որպես կոդ գրող, այլև որպես գաղափարների աղբյուր։ Այդ առաջին 10-100 հոգին էին, որ ամեն ինչ փոխեցին, ոչ թե հետո եկած միլիոնները։ Հասկացա։ Այդտեղ հասկացավ համայնքի ուժը։ Լավ, բայց այդ համայնքը, որ մեծացավ, երևի խնդիր առաջացավ, չէ՞։ Ոնց կառավարել այդքան մարդու ներդրումը։ Ճիշտ ընդ։ Ու դա բերեց իր երկրորդ մեծ նախագծին՝ գիտին։ Գիտը տարբերակների կառավարման համակարգ է։ Թույլ է տալիս, որ հազարավոր մարդիկ միաժամանակ նույն նախագծի վրա աշխատեն, առանց որ քաոս լինի։ Linux-ը ստեղծեց գիտը, որովհետև ինքը էլ ֆիզիկապես չէր կարողանում հետևել Linux-ի բոլոր մասնակիցների աշխատանքին։ Ուրեմն էլի անձնական խնդրից ծնվեց։ Կրկին, գործիքը ծնվեց անձնական խնդրի լուծումից։ Դե սա շատ լավ համընկնում է իր ինքնաբնութագրման հետ։ Տիպիկ նյորդ։ Համառ խնդրից կարճում է ու բաց չի թողնում։ Իհարկե ինքն էլ է ասում, որ այդ համառությունը երբեմն իրեն կոպիտ է դարձնում։ Կամ անուշադիր ուրիշների զգացմունքների հանդեպ։ Դա չի թաքցնում, բայց հենց այստեղ է բաց կոդի մոգությունը։ Այն թույլ է տալիս շատ տարբեր մարդկանց, նույնիսկ եթե իրար չեն սիրում, միավորվել ընդհանուր նպատակի շուրջ։ Կոդի որակի։ Այո, կարևորը կոդն է, ոչ թե անձնական հարաբերությունները։ Խոսեցինք կոդից։ Ինքը շատ է կարևորում ճաշակ հասկացությունը ծրագրավորման մեջ։ Այդ ի՞նչ է նշանակում գործնականում։ Ճաշակը կոդում նշանակում է խնդիրները տեսնելու ու լուծելու էլեգանտություն։ Այսինքն գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ամեն ինչ պարզեցնում են, որտեղ բարդ թվացող հատուկ դեպքերը դառնում են ընդհանուր կանոնի մաս։ Սա տեսլական ունենալը չի։ Սա խնդրի էությունը խորը հասկանալն է ու դրա համար ամենաէֆեկտիվ ու գեղեցիկ լուծումը գտնելը։ Հետաքրքիր է։ Որն էլ մեզ բերում է մյուս կետին։ Տորվալցն իրեն վիժնարի, այսինքն տեսլական ունեցող չի համարում։ Ասում է ինքը ինժեներ է, կենտրոնացած է իր առջևի փոսը լսնելու վրա, ոչ թե աստղերին նայելու։ Նույնիսկ համեմատում է իրեն Էդիսոնի հետ 99% քրտինք։ Ի տարբերություն Թեսլայի, որը մեծ տեսլական ուներ։ Ու սա շատ կարևոր դաս է։ Իր պատմությունը ցույց է տալիս, որ հսկայական ազդեցություն ունենալու համար պարտադիր չի 5 տարվա պլան ունենաս կամ մեծ տեսլական։ Երբեմն ուղղակի պետք է համառ լինես, կենտրոնանաս անմիջական խնդրի վրա ու լավ անես քո գործը։
Հենց այդ մոտեցումն ու բաց կոդն են, որ թույլ տվեցին Linux-ին այնքան մեծանալ, Որ հիմա Google-ի պես ընկերություններ միլիարդներ են աշխատում դրա վրա։ այո, ու դա իրեն չի անհանգստացնում։ Իսկ ինչու ըստ նրա բաց կոդի մոդելը հենց ծրագրավորման մեջ այդքան հաջողված ստացվեց։ Դե ինքը կարծում է, որ պատճառն այն է, որ կոդը հաճախ սև ու սպիտակ է։ Այն կամ աշխատում է, կամ ոչ։ Հեշտ է համաձայնության գալ, թե որն է լավ լուծումը։ Այլ ոլորտներում, որտեղ ամեն ինչ ավելի սուբյեկտիվ է, դեին նման համագործակցությունը կարող է շատ ավելի բարդ լինել։ Հասկանալի է։ Այսպիսով Linus Torvalds-ի փորձը ուրեմն ցույց է տալիս անձնական կրքի, համառության ու համայնքի ուժը։ Եվ սա մի հարց է առաջացնում հենց ձեզ համար, մեր ունկնդիրների համար։ Ձեր աշխատանքում կամ կյանքում որքանով է կարևոր այդ արժևի փոսերը լցնելու ինժեներական մոտեցումը, համեմատած մեծ տեսլականների հետ։ Արդյոք փոքր հետևողական պրակտիկ քայլերը կարող են երբեմն ավելի մեծ արդյունք տալ, քան մենք սովորենք մտածել։